Ողջույն, պատրաստենք քինոայով աղցան, որի համար կես բաժակ քինոա լվանում ենք, ապա ավելացնում ենք ջուր 1:2-ի հարաբերությամբ և եփում։ Պատրաստ լինելուց հետո անցկացնում ենք սառը ջրի տակով, քամում և դնում մի կողմ։ Նախապատրաստում ենք մյուս բաղադրիչները, վերցնում ենք վարունգ և լոլիկ, լավ լվանում ենք, մաքրում և կտրատում մանր խորանարդների տեսքով։ Վարունգը և լոլիկը վերցրեք ըստ ճաշակի։ Ես վերցրել եմ 1 խոշոր լոլիկ և 2 փոքր չափի վարունգ։ Դնում ենք մի կողմ, այնուհետև քինոային ավելացնում ենք աղ և սև պղպեղ ըստ ճաշակի, լավ խառնում ու տեղափոխում մատուցման ափսեի մեջ։ Տարածում ենք ափսեի մեջ, վրան ավելացնում ենք ձեթ, ցանկալի է վերցնել ձիթապտղի ձեթ, բայց ես օգտագործում եմ արևածաղկի ձեթ։ Այնուհետև հերթականությամբ լցնում ենք վարունգի և լոլիկի շերտերը, յուրաքանչյուր շերտը համեմելով աղով և ձեթով։ Վերջում կտրատում ենք մի քանի տերև կանաչ սոխը, լցնում աղցանի վրա և մատուցում, բացի նրանից, որ շատ համեղ է, նաև շատ օգտակար է, անպայման փորձեք։